Ես փաստաբան Արտակ Խաչատրյանն եմ, ներկայացնում եմ Մկրտիչ Մխիթարյանի շահերը։ Դատարանում քննարկվեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը տնային կալանք կիրառելու վերաբերյալ, որի կապակցությամբ բնականաբար մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը։ Վարույթի հետ կապված այլ հանգամանքներ չեմ կարող ներկայացնել, քանի որ նախազգուշացված ենք վարույթի նյութերը չհրապարակելու վերաբերյալ։ Միայն կարող եմ փաստել, որ դատավորը Մասիս Մելքոնյանն էր, որոշումը միջնորդությունը բավարարվեց, որը որ սպասվում էր բնականաբար, եւ առաջիկա 10 օրյա ժամկետում հատուկ վերանայման բողոք կներկայացվի վերաքննիչ դատարան եւ կբողոքարկվի Մասիս Մելքոնյանի որոշումը։ Որոշումը, ինչպես վարույթն իրականացնող մարմնի խափամիջոց ընտրելու, այնպես էլ դատախազի քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումները ամբողջությամբ անհիմն էին, այսինքն որևէ փաստական հանգամանքով փաստարկված չէին։ Այնուհանդերձ դատավորը հավատարիմ մնալով իր երկարամյա փորձին, կարծում եմ հասկանալի է ինչի մասին չտարածվեմ, որոշեց ամեն դեպքում միջնորդությունը բավարարել։ Իսկ տնային կալանք ինչքան ժամանակով տնային կալանք։ 2 ամիս ժամկետով։ 2 ամիս ժամկետով։ Իսկ դուք ո՞նց եք գնահատում, քաղաքական տարր տեսնում եք այս ամեն ինչի մեջ։ Ես իմ խոսքում ասել եմ, ներկայումս եւս ասում եմ, որ որոշումն ամբողջությամբ քաղաքական հետապնդում է, հիշեցնում, քան քրեական հետապնդում, որի մասին կան նաև ձևակերպումներ փաստաթղթերում, հիմա չեմ կարող փաստաթղթերը բնականաբար հրապարակել, հետագայում երբ որ հնարավորություն կունենանք ավելի բաց խոսել այդ մասին, ավելի բաց կխոսենք, բայց այն հանգամանքը, որ սա ուղիղ կապված է ուժեղ Հայաստան կուսակցության գործունեության հետ, դա միանշանակ է երկրորդ կարծիք չի կարող լինել։ Ձեր պաշտպանյալի մեղադրանքը էլի խուլիգանություն, խուլիգանության հատկանիշներով։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։